Ադրբեջանական ապագործակալության հաղորդմամբ Անվտանգության խորհրդի անդամ եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը Ռուսաստանի աջակցությամբ պատրաստել է պետական հեղաշրջման ծրագիր եւ իր միջոցներով այն առաջարկել ռուսական կողմին։ Բաքվի իշխանական լրատվամիջոցների փոխանցմամբ Մեհդիևը իբրև փորձել է օգտվել ազալ ինքնաթիռի կործանման հետ կապված Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև հարաբերություններում առաջացած լարվածության շրջանից։ Իր ծրագրում Ռամիզ Մեհդիևը պետական իշխանությունը բռնի ճանապարհով զավթելուց հետո առաջարկել է ստեղծել ժամանակավոր մարմին, ժամանակավոր պետական խորհրդի ձևաչափով, անցումային շրջանը կառավարելու համար։ Այդ ծրագրի համաձայն 87-ամյա նախկին բյուրոկրատը պետք է անձամբ գլխավորեր այդ խորհուրդը։ Ըստ արկա տվյալների Մեհդիևը Ռուսաստանին տեղեկություններ է փոխանցել նաև այն մարդկանց մասին, ովքեր պետք է ընդգրկվեին իր ղեկավարած պետական խորհրդի կազմում։ Ռուսական կողմն ինքն է տեղեկացրել ադրբեջանական կողմին Ռամիզ Մեհդիևի առաջարկի եւ նրա ցանցի ծրագրի մասին։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ, ինչպես երևում է 87-ամյա Ռամիզ Մեհդիևը իր համար խնդրանքներով եւ աջակցություն ստանալու մշտական փորձերով հոգնեցրել է Ռուսաստանին։ Արդյունքում Ռուսաստանը նրա մեջ որևէ հեռանկար չտեսնելով լիովին հրաժարվել է նրանից եւ ինքնական կերպով պաշտոնական Բաքվին է փոխանցել նրա ծրագրի եւ ցանցի մասին տեղեկությունը։